Երկրի վրա քայլող քաջառիցները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան 1995 թվական հունիսի 11 Ալեքսանյանների ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը Արու Զավակ։ Երջանկությունը լիարժեք էր, նրան անվանակոչեցին Բագրատ Արթուրի Ալեքսանյան։ Նորածին մանկիկի աչուկները պսպղում էին, փայլում դեռ օրորոցում, նա ժիր էր ու աշխույժ։ Մանկիկի ծնողներն ու հարազատները ինչ իմանային, որ իրենց փոքրիկ արքայազնը պիտի մեծանա ու դառնա քաջ զինվոր, հայրենիքի պաշտպան, մարդ մեծատառով և կյանքն ավարան նվիրաբերի հանուն հայրենիքի։ Բայց դա հետո, իսկ մինչ այդ փոքրիկը մեծանում էր իր մանկական խաղերով։ Սակայն դրանք սովորական մանկական չարաճճի խաղեր չէին, այլ քաջ զինվորին նմանակող խաղեր։ Բագրատն էներգիայով լի երեխա է եղել։ Փոքր տարիքից ունեցել է բոլորին, մեծի թե փոքրի իր շուրջը գրավելու և զբաղեցնելու ձիրք։ Երբ 2 տարեկան էր, ծնվեց նրա եղբայրը՝ Սամվելը։ Թվում էր մարդկային լիակատար երջանկության համար այդքան էլ շատ բան պետք չէ։ Լիակատար ջերմությամբ շրջապատված ընտանիքը բավարար է։ Բայց կյանքն առավել քան դաժան է ու քմահաճ։ Սակայն կյանքի քմահաճույքների մասին հետո, իսկ հիմա խոսենք մեր հերոսի մասին։ Մանկապարտեզում դաստիարակի օգնականն էր, իսկ հանդեսների ժամանակ գլխավոր դերերը միշտ իրենն էին։ Քանի որ փոքր-ինչ չաղլիկ էր, հաճախ արջի կամ գայլի դեր էին տալիս։ Նաև գեղեցիկ ձայն ուներ և ասմունքի հրաշալի ոճ։ Երգում էր հայրենասիրական երգեր ու ասմունքում։ Շատ էր սիրում պարույր սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը։ Միշտ ասմունքում էր պաթոսով, ձեռքը բռունցք կարած, վերև պարզած ու մեծ էներգիայով, նույն էլ երգերի ժամանակ։ Բոլորը զարմանում էին, որ նա երկար ասմունքելով երբեք չէր շփոթվում։ Ընդունակ երեխա էր, մի բան կարդա իր մոտը կամ կողքից լսեր, արագ վերցնում էր, իրենը դարձնում։ Կասկած չկար, որ Բագրատի մանկական ոգին մեծանում էր որպես հայրենասեր։ Երբ առաջին դասարան է եղել, մի անգամ ուսուցչուհին նոր դաս է բացատրել։ Բագրատը համարձակորեն ասել է. «Ես այդ դասը գիտեմ, ուրիշը տվեք»։ Իսկ երբ այբենարանն էր ավարտում, հանդեսի ժամանակ ուսուցչուհին մի պա դահլիճից դուրս է եկել, ինչ-ինչ պատճառներով ուշացել է, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ ամբողջ հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր ոչ թե հանդեսի երեխաներին, այլ իրեն, փոքրիկ Բագրատին, ով անց էր կացրել ամբողջ միջոցառումը։ Նա լրիվ գիտեր, ով ումից հետո է արտասանելու, և անգիր գիտեր բոլորի ոտանավորները։ Եվ այսպես մեր եռանդուն փոքրիկը մեծանում էր։ Օր-օրի ծաղկում հասակ առնում, ծաղկուն Ավյունովլի ու անվաղ։ Նա սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը։ Գերազանցիկ էր, շատ էր սիրում մաթեմատիկան, ավարտել է 2009 թվականին։ Նրա ներսում ապրում էր մեկ այլ ձիրք ևս, նա ստեղծագործում էր։ Նրա ստեղծագործ միտքը ճախրում էր անդադար, սավառնում էր հեռու։ Գրում էր և արձակ և չափածո ոճերում։ Ապագա զինվորի հոգին կարծես գուշակում էր, թե ինչ է լինելու և ահա թե ինչ է գրել։ Երբ պատերազմ լինի և մենք չկարողանանք դիմադրել թշնամուն, լինենք վիրավորված լինի նաև հայրենիքը, բայց մեր մայրերի սիրտը դեռ շարունակի բաբախել, ուրեմն մենք դեռ հաղթելու տարբերակ ունենք։ 2010 թվականին 6-րդ դասարանի բազայից ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանի ֆիզմաթեմատիկական բաժինը։ 2011 թվականին սովորել է Հայ-հունական պետական քոլեջում։ Ուզում էր լավ խոհարար դառնալ։ Մի անգամ տատիկից գումար է խնդրել, սեխ էր գնել, կոկտեյլ էր պատրաստել իր ստեղծագործական ոճով։ Ասել էր. «Մամային անակնկալ անեմ, կուրախանա»։ Ու իրոք, հերոսացի մայրը տիկին Նարինեն չի մոռանում նրա մատներով պատրաստածի համը։ Ուզում էր խոհարար դառնալ, արագ հմտացավ իր մասնագիտության մեջ։ Բայց ինչ էլ աներ, ինչով էլ նա զբաղվեր, միևնույն է, նրա երակներում հոսում էր քաջի եռունարյուն, և այդ իսկ պատճառով նա կիսատ թողեց ուսումն ու զորակոչվեց բանակ։ Նրանք 6 տարի ապրել են Մոսկվայում։ Մեր պատանյակն արդեն դարձել էր ոգով խրոխտ տղա ու եկել էր նրա ծառայության ժամանակը։ Այլ քաղաքում բնակվելով, եթե ցանկանար, որևէ կերպ կարող էր խուսափել ծառայությունից, ինչպես շատերը, հատկապես որ նաև ուներ առողջական խնդիրներ։ Սակայն ոչ,
Մեր հասուն երիտասարդը մեծ հայրենասեր էր ու չէր կարող թաքնվելով խուսափել հայրենի սահմանները պաշտպանելուց։ 2013 թվականին Մոսկվայից հատուկ նպատակով եկել է Հայաստան, որ զորակոչվի բանակ, բայց իր ունեցած առողջական խնդրի ու գիրության գերազանցող աստիճանի պատճառով չեն զորակոչել։ Սակայն մեր պատանյակի արյունը եռում էր երակներում, ոգին աննկուն էր ու խրոխտ, տեղը չէր գտնում, թե այդ ինչպես իրեն բանակ չզորակոչեն։ Անհանգիստ էր, հայրենիքը կանչում էր մեր հայրենասեր քաջին, բայց այդ ընթացքում նրա ստեղծագործ միտքը ճկունորեն արարում էր նորանոր ստեղծագործություններ, նա անդադրում գրում էր ու գրում։ Միևնույն ժամանակ մտովի ելք էր որոնում բանակ գնալու համար։ Այդ օրերին էր, երբ արդեն թեթև, բայց սկսվել էր Ախոյանի հակամարտությունն ընդդեմ Հայաստանի։ 2014 թվականին կրկին ներկայացավ զինկոմիսարիատ, որ իրեն զորակոչեն բանակ։ Կրկին նույն խնդիրը։ Չէին զորակոչել, թե խնդիրներ ունես։ Ճակատագիր, դաժան ճակատագիր։ Բագրատը պայքարել էր, թե գնալու եմ։ Ինքնակամ ստորագրություն էր թողել, թե ես իմ վարմունքի համար պատասխանատու եմ։ Ինչ իմանար իմ հայրենասեր քաջը, որ իր սեփական ձեռքով ստորագրել էր իր մահվան դատավճռի տակ։ Սակայն եթե իմանար էլ, վստահ եմ ու համոզված, որ հետ չէր կանգնի իր որոշումից։ Չէ որ հայրենիքը կանչում էր իրեն։ Հայրենի հողը կարոտել էր իր հայրենասեր զավակին, իսկ հայրենասեր զավակը լսել էր նրա կանչն ու անհապաղ արձագանքել էր ուզում։ Փառք քեզ հայ ազգի քաջ զավակ, խոնարհվում եմ քո աննկուն ոգու առաջ։ Եվ նա իր պայքարների գնով հասավ իր նպատակին, զորակոչվեց բանակ։ Բայց միթե նրա նպատակը երկինք հեռանալն էր։ Միթե իրեն սպասող բազում գործերը կիսատ թողնելն էր։ Միթե բազում աչքեր իր հետևից արցունքոտ թողնելն էր։ Պատասխան գտնել դժվարանում եմ։ Բագրատը ծառայության անցավ Արցախում, Ջեբրայելի այն զորամասում։ Չէր դժգոհում կամ բողոքում իր ծառայությունից։ Ինչու դժգոհեր կամ բողոքեր, երբ ինքնակամ ու հայրենիքի կանչով էր զորակոչվել բանակ։ Նա մեկ տարվա ծառայող էր, երբ նույն զորամասում, բայց այլ վաշտում ծառայության անցավ եղբայրը, իրենից ոչ պակաս քաջ ու խրոխտ Սամվել Ալեքսանյանը։ Ով կմտածեր, որ կգա մի օր, երբ երկրի վիճակը կլարվի ու թուրք ոսողը գլուխ կբարձրացնի։ Թեպետ ազգիս գլուխը երբեք ճակատագիրը չի շոյել։ Մեր քաջի մնացել էր ընդամենը 3 ամիս, որ զորացրվեր, իսկ եղբայրը 10 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց երկրի լարված խժդժանքը, որը վերածվեց ապրիլյան պատերազմի։ 2016 թվականի ապրիլի 1-ին ծնողները երկար են խոսել Բագրատի հետ։ Մեր քաջը կարոտել էր իր ծնողներին ու նրանց ասել այդ մասին։ Ապա հորային խնդրանքին, որ եղբորը տեղափոխի իր վաշտ, նա պատասխանել էր. «Պա, էլ նման բան չասես։ Նա այնպիսի վաշտում է, որ առանց ինձ էլ լավ է լինելու»։ Առանց ինձ։ Բայց բառերի իմաստը հետո պիտի հասկանային նրա ծնողները։ Նրանց զրույցից հետո կեսգիշերին տագնապ են տվել ու ողջ վաշտը բարձրացրել դիրքեր։ Նրա եղբայրը չի իմացել, քանզի նա դիրքում է եղել։ Դիրքեր բարձրանալու ճանապարհին Բագրատն իր զինակից ընկերներին գոտեպնդել է. «Տղերք, դուխով, միշտ դուխով»։ Ապա ծխախոտի տուփի վրա մի գրառում է արել, որով դիմել է Աստծուն ու այն հետո է հասել ծնողներին. «Տեր Աստված, մի խնդրանք ունեմ, շատ եմ խնդրում։ Եթե հանկարծ ընկնեմ թուրքի գնդակից, աղաչում եմ այնպես արա, որ մորս աչքերը չոր մնան։ Եթե նա չհանգստանա ու լաց լինի, իմ հոգին էլ չի հանգստանա, կթափառի անդադար»։ Դա եղել է մեր խիզախի ու տաղանդավոր ստեղծագործողի վերջին գրառումը 1/04/2016 թվական։ Հասնելով Ջեբրայելի 112 մարտական դիրք, որը նաև հայտնի է Լալայի բարձրունք, անվամբ մտել են թեժ մարտի մեջ։ Տղաների ոգին անկոտրում էր, արյունը եռում։ Ու Բագրատը մեծ եռանդով հաղթանակի հեռանկարն աչքի առաջ ունենալով մարտնչել է գազազած առյուծի պես։ Ծնողները ոչինչ չգիտեին, երբ զանգում էին իրենց կրտսեր որդուն Սամվելին, նա մի երկու բառ շատ արագ փոխանակում էր ծնողների հետ։ Ես լավ եմ, մի անհանգստացեք։ Դե ծառայության մեջ եմ, չգիտեք, երկար խոսել չեմ կարող։ Ու արագ անջատում էր, որ վերջիններս ոչինչ չհասկանային։ Այնինչ նա եւ իր ծառայեկից ընկերը թեժ մարտ էին մղում թուրք ասքյարի դեմ։ Ծնողների մեջ կասկած էր ընկել. ինչու է անջատում, ինչու նորմալ չի խոսում մեզ հետ։ Այդ կասկածը վեր է ածվել տագնապի, տագնապն էլ խուճապի, երբ ամսի 3-ին հեռուստացույցով պատահականորեն լսել են, որ Ջեբրայելից բավականին վիրավոր զինվորներ են բերել Երևան, Մուրացանի հոսպիտալ։
Ու մեր հերոսի ծնողները հերոսացին Նարինեն եւ հերոս դաստիարակած Արթուրը շատ արագ ուղևորվել են Արցախ, իրենց որդիներից մի նորմալ լուր իմանալու։ Բայց չեն էլ կարող նույնիսկ կասկածել, որ իրենց որդին Քաջ Բագրատը նախորդ օրը ապրիլի 2-ին արդեն քաջաբար զոհվել է։ Նրանք հույս ունեին իրենց որդիներին ողջ գտնել, թեկուզ հաշմված ու խեղված։ Բայց ճակատագիրը սուր փշերով դիմավորեց Բագրատի ծնողներին, երբ հասան Արցախ, ցավով ու վշտով պիտի նշեմ, որ հենց այնտեղ էլ իմացան ամենասոսկալին։ Ցավից որնայն, թե պարզապես տրվեին այդ սոսկալի վշտին ու իրենք էլ գնային իրենց որդու հետևից։ Բայց ոչ, նրանք հանձնվելու իրավունք չունեին, քանզի եւս մի զավակ ունեին՝ Սամվելը, ով կրկին դիրքերում կյանքի ու մահու կռիվ էր մղում ոսոխի դեմ։ Նրան ուժ տալու համար իրենք պարտավոր էին ապրել։ Բայց մինչ այդ Բագրատը կռվել էր հերոսաբար։ Ապրիլի 1-ի գիշերը, երբ արդեն տղաներն ինքնամոռաց հետ էին մղում թուրք Նենգադավ գազանին, կատաղի պայքարի մեջ մտած Բագրատը վիրավորում է ստացել ոտքից 3 կրակոցով, բայց շարունակել է կռվել առավել կատաղի ու արյունակալած աչքերով։ Մլարն էր պատել նրա աչքերի առաջ ու չէր վախենում մահվան շնչից, ապա 2 վիրավորում է ստացել կողքից։ Թվում է պիտի թուլանար, քանզի վերքերն արդեն խորն էին ու արյունակամանող, բայց ոչ, նա դեռ ուժ ուներ իր առյուծասիրտ մարմնում, որ մարտնչեր հանուն հայրենիքի ու թույլ չտար թուրքին խուժելու իր հողը հայրենի։ Նա քաջ գիտակցում էր, որ ամեն պահը կարող է վերջինը լինել իր համար, քանզի իր ստեղծագործություններում ուներ նման միտք։ Զինվորի կյանքը նման է վառվող մոմի, որ ամեն պահի կարող է մարել։ Բայց նա չէր կարող հենց այնպես հանձնվել, դա դեմ էր նրա պատվին, հայ զինվորի քաջ ոգուն։ Ու իր վերջին ճիգերը հավաքելով նորից կրակ է բացել ոսոխի ուղղությամբ։ Ընթերցողին թվում է այս անգամ ճակատագիրը պիտի բարեգութ գտնվեր մեր քաջի հանդեպ ու որևէ փրկողակ տար նրան, չէ որ նա այդքան հավատում էր Աստծո գոյությանն ու զորությանը։ Սակայն ճակատագիրն առավել քան դաժան ու քարսիրտ գտնվեց նրա նման անվեհեր հերոսի հանդեպ։ Ոսոխի 2 գնդակ որոնեցին ու գտան մեր անբարդ քաջի սիրտը, փարվեցին նրա սրտի, տաք ու բոսոր արյուն քամելով այնտեղից։ Բայց ոչ, պարտությունը հայ քաջի համար չէ։ Ոսոխի առաջ ծնկելը նրան պատվաբեր չէ։ Եվ մեր իսկական հերոսն ու քաջը ուշք չդարձնելով արյունակամ անող խորը վերքերին մարտնչել է 5-6 ժամ։ Նրա հետ էր պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը, բլինդաժի մի կողմում նա էր, մյուսում Բագրատը։ Թվում էր հաղթանակը մոտ է, այլևս չկա պարտություն, անգամ մի պահ հերոսիս դեմքին ժպիտ է հայտնվել։ Սակայն ընդամենը մեկ ակնթարթ հետևել այդ ժպիտը, ու այն սառել է նրա աչքերում։ Այս անգամ երկրորդ գնդակն է շոշափել մեր աննկուն հերոսի կուրծքը։ Շոշափել գտել է ու ամուր գրկել նրա արյուծասիրտ սիրտը։ Իմ հերոսի աչքերը խամրել է, ժպիտը քարացել։ Նա չի ընկել, չի զոհվել, այլ հավերժացել է, անմահացել։ Նա հեռացել է երկինք, որ այնտեղից հսկի իր ազգի խաղաղությունը։ Ոսոխի գնդակից հավերժի ճամփորդ դարձավ եւ նրա հետ մարտնչող պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը։ Ու հիմա արցունքոտ աչքերով ես խոնարհվում եմ նրանց առաջ։ Խոնարհվում եմ, բայց եւ հպարտ եմ, որ իմ զինվորներն աննկուն էին, անվեհեր, անվախ ու քաջ։ Եվ մեծ ակնածանքով Բագրատի, Անդրանիկ Գրիգորյանի ու նրանց նման մյուս բոլոր անմահ հերոսների առաջ պատվի եմ առնում, պատիվ ունեմ, սիրելի քաջեր։ Խոր վշտով պիտի նշեմ, որ մեր հերոսը, մեր անվեհեր Բագրատն այն 18 հոգու մեջ էր, որոնց թուրք խուժանը գերի էր տարել ու մարմինները խոշտանգել։ Դե եկ հայ ազգ ու մի խելագարվի։ Փոխանակումը պիտի լիներ ապրիլի 8-ին, բայց եղավ 10-ին։ Դե եկ զինվորի ծնող ու մի խենթանա։ Թե կարող ես դիմացիր, թե կարող ես ապրիր։ Սիրելի Բագրատ, պայքարեցիր, քո մարտիրոսանալու կնիքը սեփական ձեռքովդ ստորագրեցիր։ Բայց միթե դու քո մայր հողն ավելի էիր սիրում, քան քեզ ծնած մորդ ու քեզ որպես հերոս դաստիարակած հորդ։ Չգիտեմ։ Պատասխան չունեմ։ Նա հետմահու պարգևատրվել է ՀՀ արիություն մեդալով։ Այսօր մեր անմահ հերոսի անունով է անվանակոչված այն դասարանը, որտեղ նա սովորել ու կրթվել է իբրև հերոս։ Հիշենք մեր հերոսներին ու նրանց երբեք չդնենք բացակա։ Ով քաջ հերոս, մարտիկ անվեհեր, շուտ ընտրեցիր ուղին հավերժի ճամփորդի։ Հոգնել էիր մարտում այս դաժան։ Դե
ննջիր խաղաղությամբ։ Իսկ ես քո առաջ խոնարհվում եմ, ապա վեհորեն ու մեծ հպարտությամբ պատվի առնում, պատիվ ունեմ։